նաև կցանկանամ չառանձնացնել քո մասին խոսելիս քո կնոջը, ով այսօր իր Facebook-յան էջին ինչ որ կրթվելու մասին 1 ամսվա մեջ 1 գիրք կարդացեք եւ 12 ամսվա մեջ 12 գիրք կարդացած կլինեք, կրթված կլինեք, բարեհամբույր եղեք, հումանիստ եղեք, նայեք, ուրեմն սա ասում է մի քաղաքական ուժի առաջնորդի կին, մի խնդրում եմ լսեք, ով ընդամենը 7-8 օր առաջ հրահրել է եկեղեցու դեմ արշավ այն խուժան խուլիգանների գլխավորությամբ, ովքեր եկեղեցու տարածքում հայհոյում էին, թքում էին, ակնոցներով, կապիշոններով, հարբած, մեջտեղի մատ ցույց տալով լրագրողներին, բրթելով մարդկանց իրանց այդ տիրադավներին, որպեսի բերեն հասնեն տեղ, Թալինի քաղաքապետի հայհոյախառն պահվածքը, եկեղեցուն խփելը, դռներին խփելը, օպերայի եւ բալետի տնօրենի եղբոր պահվածքը ու այս խունտայի առաջնորդի կինը, ով այս խունտան կառավարելու մեջ նույնպես ունի մեծ դեր, հենց կինը, ինչ որ սենց պուպուշ ստատուսներ ա գրում հումանիստական գիրք կարդացեք, իրար հանդեպ եղեք զիջող, հասկանում եք դուք չարիք եք, ամենավտանգավոր մարդը այն մարդն ա, ով իրեն փորձում ա ցույց տալ այնպիսին, ինչպիսին ինքը չկա, լավը երևալու համար։ Դուք այդ մարդիկ եք, ասենք դու հիշում ես Եռաբլրում քո հայացքը։ Դու ոնց կարաս լինես հումանիստ, Աննա։ Դու քո հայացքը, երբ որ քեզ ասում են դավաճան, երբ որ քեզ ասում են քո եւ քո ամուսնու սխալները, դու տեսել ես քո հայացքը, դու տեսել ես քո պահվածքը։ Դա հումանիստական պահվածք է առասարակ։ Իհարկե ոչ, դուք մանիպուլատոր եք, խաբեբա եք, դուք այս ազգի վատը ուզողներն եք։